Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք այս պահին Մայր Հայաստանի ներկայացուցիչներով գտնվում ենք Էջմիածնում եւ մասնակցելու ենք իրական պատարագին, որը տեղի ունենալու Մայր տաճարում։ Գիտեք, այսօր որը fake հոգեվորականի միջոցով է տեղի ունենալու, եթե մենք ընդհանուր, ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ոչ թե առանձին հոգեվորականների դեմ է հարձակվել, այլ հարձակվել է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ընդհանրապես քրիստոնեության դեմ։ Թող զարմանալի չթվա, ինքը իր աղանդն է ուզում ձևավորել, եւ եթե մենք նայենք քաղաքական դաշտում ինչ է կատարվում, եթե մենք նայենք այլ համակարգերում ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ իր իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե այսպես ասած բարեփոխումներ է իրականացնում, ոչ թե հակաօլիգարխիկ պայքար է մղում, ոչ թե ժողովրդավարության համար է պայքարում, այլ ինքը ձևավորում է իր համակարգը, իր օլիգարխիան։ Մենք տեսնում ենք, որ այսպես կոչված հեղափոխական օլիգարխներ են հայտնվել 18 թվականից հետո եւ այդ օլիգարխիան նրա տնտեսական բազան են ստեղծում։ Ինքը հիմա ձևավորում է նաեւ իր սահմանադրությունը, ձևավորում է իր կուսակցական համակարգը եւ հիմա նաեւ ձևավորում է իր ճակերտավոր եկեղեցին։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը պահանջում է ձևավորել նաև 4-րդ հանրապետություն, որին ադրբեջանցիները կոչում են Արևմտյան Ադրբեջան, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի թուրք-ադրբեջանական ծրագիր իրականացնում է բոլոր հարթություններով։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ սա կրկնեմ ոչ թե առանձին հոգեվորականների դեմ պայքարը, որի նպատակը իբր թե եկեղեցին բարեփոխելն է, այլ սա հայերին դավանափոխ անելու ծրագիր է, սա հակաքրիստոնեական շարժում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ սա մեր պետականության դեմ է ուղղված։ Սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ որպես արժեք, որպես խորհրդանիշ, սա ուղղված է Հայաստանի պետականության դեմ եւ մեր մասնակցությունը այսօր կայանալիք պատարագին նաեւ ուղերձ է այն առումով, որ մենք չենք ընդունում այդ դավանափոխական ծրագիրը։ Սա հատուկ պետք է նշել, որովհետեւ մեր քաղաքացիներից շատերը կարող են շփոթմունքի մեջ լինել եւ մտածեն, որ իբր Նիկոլ Փաշինյանը առանձին եկեղեցականների դեմ է պայքարում, նրանց դեմ կոմպրոմատային կամ կեղծ կոմպրոմատային պատերազմ է մղում, դա այդպես չէ, ուշադրություն դարձրեք, սահմանադրությունը ուզում է փոխել, Հայաստանի անկախության հռչակագրից ուզում է հրաժարվել, սեփական օլիգարխիան է ձևավորում, քաղաքացիական պայմանագիրը դարձնում է ըստ էության միակ կուսակցությունը Հայաստանի եւ նրանք, ովքեր որ դեմ են քաղաքացիական պայմանագրին, հայտարարվում են օրենքից դուրս։ Սա մի քաղաքականություն է, համաձայն որի պետք է լինի միակ կուսակցական համակարգ, խանգարող հանգամանքները տարբեր ինստիտուտների տեսքով են, որոնցից մեկն էլ եւ կարևորագույնն էլ հայ առաքելական եկեղեցին է եւ եկեղեցու դեմ մղվող պայքարը նույնպես տեղավորվում է Ադրբեջանի կողմից թելադրվող Արևմտյան Ադրբեջան ստեղծելու ծրագրին եւ այդ ծրագրի շրջանակներում, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել է 4-րդ հանրապետություն եւ որը սահմանադրական կարգի տապալում է փաստացի, այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են նաեւ դավանափոխ հայեր եւ կարող ենք ասել, որ
Նիկոլ Փաշինյանը պառակտելով հանրությանը, բաժանելով սևերի, սպիտակների, հների, նորերի, լուսամետների, արևմտամետների, հիմա նոր բաժանում է մտցնում եւ սա արդեն տեսակային արժե համակարգային բաժանում է դառնում եւ այդ բաժանումը դավանաբանական նշանակություն ունի։ Սա քրիստոնյաների եւ ոչ քրիստոնյաների պայքար է դառնում, սա մի ծրագիր է, որով օտարները փորձում են ընդհանրապես արժեք համակարգային հիմքից զրկել հայերին եւ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջին ընդունած ազգ հաստորեն ուզում են լրջագույն հարված հասցնել մեզ։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնեն եւ պատրաստ լինեն բոլոր տիպի զարգացումներին։ Եթե տեղյակ չեք, այսօր ասել են, որ ինչ-որ գործնական փուլ են ուզում մտցնել եկեղեցու դեմ պայքարը, դա նշանակում է քրիստոնյաների եւ դավանափոխ եղած հակաքրիստոնյա հայերի պայքարի ծրագիրն են իրենք մտցնում եզրափակիչ կամ գործնական փուլ։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, հարգելի հայրենակիցներ, ամփոփելով խոսքս ասեմ, որ նաև թե ինչ են անում սրանք բոլոր ուղղություններով։ Ահա դուք տեսնում եք, մենք մեր թիմակիցներով հիմա շարժվում ենք դեպի Մայրաթոր, մասնակցելու իրական պատարագին եւ կրկնեմ նորից, Նիկոլ Փաշինյանը փոխում է սահմանադրությունը, Ադրբեջանի պահանջով ուզում է հրաժարվել անկախության հռչակագրից, Ադրբեջանի պահանջով հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակվել է, Ադրբեջանի պահանջով գնում է իր իշխանության 3-րդ ժամկետին, Ադրբեջանի ցանկությամբ, որպեսզի հետագայում բավարարի նրանց բոլոր նախապայմանները եւ Հայաստանի Հանրապետությունը վերածի Արևմտյան Ադրբեջանի, որի անունը այսպես թաքցված տարբերակով դրել է 4-րդ հանրապետություն։ Դա փաստացի սահմանադրական կարգի տապալում է։ Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը ստեղծել էր իր դատական համակարգը, իր այսպես կոչված իրավապահ համակարգը, որոնց միջոցով նա հետապնդումների է ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին։ 18 թվականից հետո ստեղծել է նաև իր օլիգարխիկ համակարգը, որոնց միջոցով բառից բուն իմաստով թալանի է ենթարկում Հայաստանի քաղաքացիներին։ Փորձում է ստեղծել նաև իր տեղական ինքնակառավարման համակարգը, որը ամբողջությամբ տեղական ենթակայության համակարգ է ուզում դարձնել։ Դուք նկատում եք, որ բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը հաղթանակ է տանում, տարբեր զարգացումներ են լինում, բայց սա ցույց է տալիս, որ առավել եւս այդ պարագայում պետք է ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ դիմադրության տարբեր օջախներ ստեղծել, նրանք ովքեր որ քարոզում են, որ պետք չի մասնակցել ընտրություններին, նրանք կամա թե ակամա ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա տերերի ջրաղացին։ Նույնը հիմա վաղարշապատում է, մենք մասնակցում ենք ընտրություններին, գիտեք, Մայր Հայաստանը ներկայացված է այս ընտրություններին եւ մենք դա դիտարկում ենք որպես հնարավորություն խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններին ընդառաջ եւ կոչ ենք անում, որպեսզի վաղարշապատցիները անպայման մասնակցեն ընտրություններին եւ իրենց քվեով քաղաքական ապտակ տան Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, որը հայ ժողովրդին իր արժեքներից եւ իր հիմքերից զրկելու նպատակ է հետապնդում։ Մենք արդեն մոտենում ենք
մայրտաճարին, արդեն ասացի, որ մասնակցելու ենք իրական պատարագին եւ հանրության բոլոր շերտերին ոչ ենք անում զգոն լինել եւ պաշտպանել մեր առաքելական եկեղեցին, մեր ինքնությունը, մեր հավատքը հաստորեն։ Եվ այդ պայքարի մեջ պետք է բոլորը ընդգրկվեն, անկախ իրենց այսպես նախասիրություններից, որովհետև մեզ պառակտում են, մեզ բաժանում են, իսկ մեր խնդիրը պետք է լինի միավորումը եւ այս ամենին պատասխան տալը։ Ժողովուրդ ջան, սա արդեն դառնում է քրիստոնյա հայերի եւ դավանափոխության ձգտող Նիկոլ Փաշինյանի խմբակի միջև արժեհամակարգային պայքար, եւ այդ պայքարում մենք պետք է պատրաստ լինենք ինքներս մեզ պաշտպանելու, մեր պետականությունը պաշտպանելու։ Առայժմ այսքանը, մենք արդեն համարյա մտնում ենք մայրտաճար, եղեք կապի մեջ, իսկ վաղաշաբաթցիներին կոչ եմ անում եւս մեկ անգամ ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ մերժել քաղաքացիական պայմանագրին նրան կցված թուրքական 5-րդ Շարասյանը եւ իրենց քվեով աջակցել Մայր Հայաստան կուսակցությանը, որը գաղափարական առումով թիվ 1 ընդդիմախոսն է քաղաքացիական պայմանագիր կոչված այդ դավանափոխների խմբակին։ Հետևեք մեզ, լավ մնացեք։